Ողջույններս բոլորին, անկեղծ ասած մտածում էի խոսել այսօրվա թեմայի մասին, թե չխոսել, մասնավորապես Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից, բայց որոշեցի բոլոր դեպքերում խոսել։ Իհարկե իմ խոսքում չեմ արտարացնում որևէ մեկի գործողությունը, բայց մեղադրելու եմ ներկայիս Հայաստանի կառավարիչ Փաշինյան Նիկոլին, որովհետև ցանկացած նմանատիպ միջադեպ, երբ պետության ներսում տեղի է ունենում, դրա միակ պատասխանատուն հենց պետությունն է, որովհետև հենց այդ պետությունն է բերել հասցրել դրան։ Ամիսներ առաջ մեկ այլ թեմայով խոսել եմ, պատմել էի ձեզ 90-ական թվականներին գոյություն ունեցող ոստիկանական համակարգում գոյություն ունեցող երևույթի մասին, որը կոչվում էր ջեբի պլան։ Այսինքն ինչ էին անում, մարդու կրբանը գցում էին ինչ-որ թմրամիջոց, հետո տանում էին ու համապատասխան գործողություններ իրականացնում, նույնիսկ այդ թմրամիջոցի այսպես ասած պակետը ինքան չէին փոխել, որ դա շատ հնամաշ պակետ էր դառել ու այսօրվա Հայաստանի ջեբի պլանը, թիվ 1 ջեբի պլանը Փաշինյան Նիկոլն է, 8 տարի փաթեթավորումը չեն փոխել, ինքը նույն մաշված փաթեթով ջեբի պլանն է, որը իր բնավորության համաձայն, բացի շանտաժիստ լինելով, նաև մեծ սադրիչ է, պրովոկատոր։ Հետևաբար, տեսեք իրականում ինչ տեղի ունեցավ, գնաց է մտել եկեղեցի, նախ սկսենք նրանից, որ եթե եկեղեցի է մտնում իր անվտանգության աշխատակիցների հետ, իսկ աշխատակիցները ուզեին թե չուզեին պետք է զենք կրեին, առավել ևս հիմա, որ Փաշինյանը սեփական շուխկից է վախենում, հետևաբար այստեղ երևաց նրա հերթական հակաեկեղեցական լինելը, որովհետև եկեղեցում չի կարելի զենքով մտնել եկեղեցի, առհասարակ չի կարելի, դա անարգանք է Աստծո նկատմամբ, հավատքի, եկեղեցու եւ հավատավոր ժողովրդի։ Իսկ նա բոլորս էլ կարծում եմ վստահ ենք, կասկած չունենք, որ զինված զենքերով մտել էր եկեղեցի։ Երկրորդ, շատ լավ գիտենալով, որ այս երկրում ինքը բազմաթիվ չարիքներ է բերել, շատ լավ հասկանալով, որ այս երկրում ինքը նորմալ մարդկանց մոտ առաջացնում է զայրույթ, ահավոր լարվածություն, վիրավորանք, բայց իմանալով հանդերձ մտնում էր, այդ դեպքում ինչ էր ակնկալում ինքը, որ իրեն պետք է համբուրեին եւ ճակատներին տնեին, բնականաբար ոչ, նորմալ յուրաքանչյուր մարդ այսօր հատուկ վերաբերմունք ունի Փաշինյան Նիկոլի նկատմամբ։ Եվ այդ ամեն ինչը գիտենք մենք, այդ ամեն ինչը գիտի նաև Փաշինյան Նիկոլը, ես վստահ եմ ամեն շաբաթ ԱԱՑ-ն իրեն նաև ներկայացնում է այն թվերը, թե ինչքան մարդ է այս երկրում զզվում իրենից։ Եվ գիտենալով այդ զզվանքի մասին, ինքը գնացել էր եկեղեցի եւ ամենայն հավանականությամբ հենց սադրելու համար, որովհետև ինքը շատ լավ սադրիչ է, ինչպես նշեցինք, եւ ինքը մշտապես տարբեր իրավիճակներում, առավել ևս հիմա, երբ արդեն ինքը սկսել է քարոզարշավ, իր համար շատ կարևոր է, որ նման սադրանքների շատ անի, հանրությանը շատ գրգռի, որպեսզի այն խավը, որին պայմանականորեն կոչում էինք աբիժնիկ, ոգևորվի եւ գնա ընդրության իրեն ցայն տալու համար։ Հետևաբար Փաշինյանը այսօր օգտագործեց եկեղեցին, օգտագործեց երիտասարդներին, որպեսզի կարողանա իր ընդրական կամպանիան մի փոքր ավելի այսպես զարգացնի եւ առաջ տանի։ Կոչս բոլորիդ քաղաքում, երկրում սադրիչ կա, աշխատեք այդ սադրիչից հեռու մնալ, աշխատեք նրա հետ որևէ դեպքում որևէ ուղիղ կապի դուրս չգալ, այդ մարդը չունի կարմիր գծեր, չունի պարտույտներ, իր համար շատ նորմալ էր, երբ իր ընտանիքին հայհոյում էին, իր համար շատ նորմալ է, երբ իր ծնողներին անընդհատ հիշում են, հասկանում եք, այդ մարդը սրբություններ չունի, իսկ սրբություն չունեցող մարդուն փորձել ինչ-որ բան բացատրել կամ սրբություն չունեցող մարդու հետ փորձել ինչ-որ կերպ կոնտակտի մտնել, վերաբերմունք հայտնել, դա անշնորհակալ գործ է։
Փաշինյանին պետք է ընդամենը մեկ վերաբերմունք հայտնել, եւ դա պետք է լինի նրան հեռացնելու վերաբերմունքը, որը ենթադրում է լավ կազմակերպվածություն, ճիշտ հայեցի մտածող եւ հայության պետականության համար մտածող առաջնորդների հետ համախմբվել եւ գնալ նրան հեռացնել։ Մնացած բոլոր դեպքերը, սիրելի ժողովուրդ, դրանք կբերեն այսպիսի սադրանքների, ինչպիսին այսօր տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում, կամ ինչպիսին օրինակ ազգային ժողովի մոտ տեղի ունեցավ մի 2 օր առաջ։ Այսինքն այդ մարդկանց հետ մի փորձեք որևէ կոնտակտի մտնել, մի փորձեք այդ մարդկանց ինչ որ բան հասկացնել, դա անշնորհակալ գործընթաց է եւ դա կրկին բերելու է նրան, որ բանդերում էլի հայտնվելու են անմեղ մարդիկ, հեռու մնացեք սադրիչներից, կամ ինչպես ժողովուրդն էր ասում, այն 3 տարով շարերից, հեռու մնացեք, միացեք ընդդիմադիր իրական պայքար մղող մարդկանց եւ այդ ճանապարհով փորձեք հեռացնել, իսկ եթե ուզում եք հասկանալ ով է ըստ իս իրական պայքար մղող ուժերը կամ լիդերները, դրանք այն մարդիկ են, ովքեր մերժում են ցանկացած օրակարգ, որը առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, օրինակ նաև ընտրությունները։ Ճիշտ է, ընտրությունները նույնպես որոշակի գործիքներ են այս իշխանություններին հեռացնելու համար, բայց մինչ այդ եկեք մտածենք օր առաջ հեռացնելու մասին եւ դա պետք է լինի փողոցով։ Փողոցով եկածին կամ փողոցայինին այլ կերպ հեռացնելը շատ դժվար կլինի, գուցե անհնար։ Հետևաբար տրամադրվեք, որ ինչ որ մի փուլից բոլորս պետք է դուրս գանք փողոց եւ օր առաջ, ժամ առաջ, վայրկյան առաջ երկիրը ազատենք այս չարիքից։ Ջեբի պլաններից հեռու մնացեք, սիրելի ժողովուրդ։